Բարեկամներ Sputnik Armenia-ի եթերում շարունակում ենք ուրիշ նորությունների թողարկումը եւ արդեն ժամանակն է խոսալ մեր հյուրերի հետ, որոնց կներկայացնի իմ գործընկերը Սուսաննա Հովհաննիսյանը։ Խնդրեմ։ Սիրով, հարգելի ունկնդիրներ, իհարկե բոլորս գիտենք, որ այս կիրակի օրը սպասվում է բոլորիս սիրված տոնը, Վարդավառը, ամենքը յուրով է պատրաստվում այս տոնին, իհարկե շատերի համար դա պարզապես ջրոցի է, բայց տոնը իհարկե ունի շատ խորը իմաստ եւ բացի միմյանց վրա ջուր ցողելու այդ ավանդույթից այն ունի խորքային ավանդույթներ, ունի ծեսեր, որոնց մասին այսօր խոսելու ենք եւ ի վերջո հոգեվոր մաքրագործման մասին է այս տոնը։ Այսօր մեր տաղավարում են մեր երգերը եւ մենք նախագծի անդամներ Գոհար Մկրտչյանը եւ Շողեր Հակոբյանը։ Մերի Սերոպյանը Դե կարելի է բարձր ասել ինչ որ թուրիմացիոն կա երևի անունը հետ կապված փոխվեց հետո փոփոխություն է տեղի ունեցել մեր հյուրերի կազմում դեռ սպորտային Չիկայո դա քո գծում փոփոխություն է տեղի ունեցել եւ այսօր Շողեր Հակոբյանի փոխարեն մեր հետ կխոսի ասեք ձեր անունը Մերի Սերոպյանը դուք հարցական գծում եք հասկանում եմ ամենակարևորն այն է որ ասենք շատ հաճախ հիմա տեղին է ասել որ գումարելիների տեղը փոխելուց գումարը չի փոխում այնպես որ մենք բարձր տրամադրությամբ հիմա փորձելու ենք միասին հասկանալ ու բացատրել մեր ունկնդիրներին թե ինչ է նշանակում մեր երգերը եւ մենք նախագիծը եւ ընդհանրապես ասենք հիմա ես պատկերացնում եմ դուք պատրաստվում եք Վարդավառի տոնին համապատասխան երգեր են հնչելու եւ ինչքան որ գիտեմ ինչ որ բակերից մեկում ինչ որ կազմակերպված արդեն նախատեսված միջոցառում կա բայց եթե ընդունենք լինի օրինակ Սուրբ Սարգսի տոնը այդ տոնի հետ կապված դուք ունեք երգեր որոնցով կարելի է նույնպես ինչ որ մի բան կազմակերպել Մեր գրեթե բոլոր տոները ունեն իրեն առնչվող եւ երգեր եւ ծիսական այդ ամբողջ համալիրը Այսինքն շատ հակիր չեք խոսում, շատ մեծ նպատակներ ունեք։ Մի խոսքով այսինքն ծիսական յուրաքանչյուր տոնակատարության ժամանակ դուք յուրահատուկ մոտեցում եք ձևավորում, իսկ մասնակիցների թվում ովքեր են երգելու, ասենք ովքեր են այդ ամեն ինչին մասնակցում, ինչ խումբ է աշխատում Եվ ընդհանրապես կազմակերպչական աշխատանքների մասին խոսեք ես Կանք ամենասկզբից Ամենասկզբից կանք նախաձեռնությունը դեռևս 2017 թվականից գործում է ոգեշնչվելով Գագիկ Կինոսյանի մեր պարերը եւ մենք նախագծից բոլորս ուղակի կամ անուղակի աշակերտել ենք պարոն Կինոսյանին քանի որ մեր մշակույթն էլ չափազանց բազմազան է երգեր, պարեր, ծեսեր, խաղեր եւ այլն ու այս բոլորը իրար հետ չափազանց փոխկապակցված են մեկ առանց մյուսի իրականում մի տեսակ կիսատ է մենք էլ որոշեցինք այսպես մեզ վրա պատասխանատվություն վերցնել երգերի գծով բաց դասերը սկսել կազմակերպել թիմը ամբողջապես կամավորական է ունենք թե պրոֆեսիոնալ երաժիշտներ երաժշտագետներ թե այլ մասնագիտությունների ամենատարբեր մարդիկ ովքեր պարզապես չափազանց շատ են սիրում ավանդական մշակույթը նախագիծը ամեն ամիս կազմակերպում է ավանդական երգերի բաց դասեր ու յուրաքանչյուր բաց դաս լինում է շատ տարբերվող նախորդներից ունենում ենք ամեն անգամ նոր հյուր ենք ունենում հյուրեր են լինում ավանդական երգի բարի խմբեր երաժշտագետներ ազգագրագետներ հենց գրող մարդիկ այսինքն մարդիկ ովքեր իրենց տատերից ու պապերից դա սովորել են ինչ իրոք ֆանտաստիկ ու բացառիկ երևույթ է ու ըստ հյուրի արդեն ընտրվում է նաև թեման Քանի որ մեր մշակույթն էլի թե երգերը թե պարերը ունեն հազար ու մի ժանր աշխատանքային, մանկական, հարսանեկան, ծիսական եւ այլն այսպես թեման երբեք չի սպառվի էլի որքան էլ կազմակերպենք ու սովորենք էլի ծով նյութ կա ու ամենակարևորը մասնակցել կարող են բոլորը չկա թե տարիքային սահմանափակում թե կրթական որևէ սահմանափակում գլխավոր միտքը այն է որ ավանդական երգը պարը եղել է ժողովրդինը երբեք գյուղացին կոնսերվատորիա չի ավարտել որ իր բալիկի համար օրոր երգի մածուն սարքելուց երգի կամ պարի Գյուղացու կոնսերվատորիան աշխատանքային ընդդաշտն է եղել որովհետև ու երբեմն մարդիկ որ ասում են վայ ես երգել չգիտեմ բա ոնց կամ մենք հենց դա ենք ասում որ բոլորս էլ կարող ենք երգել մեկս մի ձև մեկս ուրիշ ձև բայց սա
ժողովրդական հենց մշակույթ է։ Կարևորը ցանկությունն է։ Այո։ Այո, միանշան։ Իհարկե ժառանգությունը ահռելի է, բայց թե կոնսերվատորիայի այսօրվա ուսանողը, թե սովորական մարդիկ, կարծում եմ հենց Վարդավառի երգերին այդքան էլ ծանոթ չեն։ Դրանք միշտ եղել են, թե կարելի է ասել, որ նաև մինչ օրս էլ շարունակում է բանահավաքության գործընթացը եւ կուզենայի, որ խոսեիք նաև այն նվիրյալների մասին, ովքեր, ասացիք, կրողներն են, այսինքն լսել են եւ մեզ են փոխանցում այդ անգնահատելի ժառանգությունը։ Գոհարը երևի հենց մեր հյուրի մասին կպատմի, ով սովորեցնելու է Կիրակի օրը երգերը։ Նախ շնորհակալ ենք ձեզ հրավերի համար եւ լուսաբանելու համար։ Ձեզ մի փոքր կպատմեմ Հարություն Փանոսյանի մասին, իր մասին իրականում կարող եմ շատ երկար խոսել, բայց ժամանակի սղության առումով երկու բառով փորձեմ ներկայացնել։ Հարություն Փանոսյանին ես ճանաչում եմ մանուկ հասակից, դեռևս 11 տարեկան հասակից եւ մեծացել եմ, այսպես ասած, իր հայացքի ներքո։ Հարություն Փանոսյանը հենց իր մասնագիտությամբ ֆիզիկոս մաթեմատիկոս է, այսինքն ազգագրության հետ այդպեսին ուղիղ կապ չունի։ Բայց դեռ ուսանողական տարիներից նա ուղնուցուցով այդ ամեն ինչի մեջ է։ Այսինքն բանահավաքչական աշխատանքներ, խմբերի ղեկավարում, դեռևս սովետական տարիներին գիտենք, որ արգելված է եղել, որոշակի խնդիրներ են եղել երիտասարդության համար ու Հարություն Փանոսյանը այսպես ջանասիրաբար, թաքուն, ոչ նաև այո, որ պատմում է, ասում է, որ իրենց դասերից փախել են ու գնացել են հավաքվել են այսպես ոնց որ sense վատ է հնչում, բայց ինչ որ աղանդնավորների նման հավաքվել են եւ սկսել են փորձեր անել երկեր բարեր միասին, որ հանկարծ բարձր չլսվի։ Ինչեւ արդեն հետագայում այդ ամենը տարածում է ստացել ու մի քիչ ավելի մեծ սերունդը, մեր ծնողների սերունդը Հարություն Փանոսյանին կճանաչի Կտրիչ Դավո անունով, որովհետեւ այն սիրելի երգը բոլորիս ով չի ուզի Կտրիչ Դավոն լավ լինի, իրականում այն չի ինչ որ հիմա լսում ենք մենք շատ ավելի հաճախ, քան ինչ որ պետք է լսենք։ Կա նկարահանված տեսագրություն 1970-ական թվականներին ու այդտեղ հենց Կտրիչ Դավոյի կերպարը շատ գեղեցիկ շարժումներով սենց պարում է ու հենց ինքն է Հարություն Փանոսյանն է։ Հարություն Փանոսյանը ունի շատ բացարձակ լսողություն, մեծ պաշար ամբարած ու իրենից միշտ կարող ենք սովորել ու այսօր էլ հերթական առիթն է իր հետ ծանոթանալու իրենից ինչ որ մի բան մեզ հետ տանելու ու վստահ եմ բոլորը ունեն դրա կարիքը։ Հիմա տեսեք, դուք հայ խոսքը հույզուր չհնչեց, որ կոնսերվատորիաներ չոչեն գնացել գյուղերում, տաշտերում, ամեն դեպքում ես այսպես եմ պատկերացնում, հայ ավանդական երգը, որը պարզապես շատ մեծ հոգևոր հարստություն է, ասենք մեր համար, պետք է որ տարածվի հենց գյուղական միջավայրերում, այսինքն ոչ թե քաղաքներում, զարգացած քաղաքներում, որտեղ մարդիկ պարզապես ազատ ժամանակ չունեն, ամեն ինչ պլանավորված է, համակարգիչ է, սա ճաշը եւ այլ, մի խոսքով օրը պլանավորված է, հա։ Իսկ այդ ավանդական երգերը հավաքագրելու համար, այդ երգերը ունենալու ու հնչեցնելու համար, ինչ որտեղից թվում է պետք է նաեւ այցելություններ կազմակերպել, հա, գյուղական միջավայրեր, մարզեր, չգիտեմ, ու նման մարդկանց ներկայացում, ինչպես են Հակոբ Փանոսյանը, Հարություն Փանոսյանը եւ Երջանկահիշատակ Գագիկ Կինոսյանն էր, որին ես շատ լավ եմ ճանաչել, ուղղակի ես ամեն անգամ զարմանում եմ այդ մարդու կարողությունների, ունակությունների բնավորության ու տաղանդերի վրա, երբ տարբեր տեղեր հնչում է նրա անուն, ազգանունը, ամեն ինչ հետ կապված է եղել, ամեն ինչում Գագիկ Կինոսյանը եղել է, մեծ մարդ էր, մեծ հայ, շատ ափսոս, որ նա բարդ չի։ Ես կարող եմ նշել հենց Հարություն Փանոսյանի օրինակով էլի, այդ բոլոր երգերը, որ ինքը սովորեցրել է իր հարյուրավոր աշակերտներին, ինքը հենց անձամբ երկար տարիներ այցելել է գյուղեր, ինչպես Հայաստանի սահմաններում, այդպես էլ Հայաստանի սահմաններից անգամ դուրս, այսինքն համշենահայերի հետ է որոշ ժամանակ գնացել ապրել ու իրենց մշակույթը սովորել։ Դե հիմա արկելված չի։ Հա, հիմա արկելված չի, բայց ինքը արդեն տարիքի առումով չի կարողանում, բայց մեզ է հորդորում անել։ Բոլոր դեպքերում հասկանալի է, որ գյուղական տարածքներում, մարզերում ավելի է պահպանվել այդ ավանդույթը։ Քաղաքում, ինչպես նշեց իմ գործընկերը, ավելի քիչ է եւ միգուցե հենց միջոցառումը հենց այսօր է։ Իդեպ ամենակարևոր ինֆորմացիան հաղորդենք, ավելի հանգամանալից կնշենք երբ, որտեղ, որ ժամին բակային պայմաններում քաղաքում հաղորդակից կլինեն մարդիկ ներկաները հենց այդ մթնոլորտին, միջավայրին, չգիտեմ, այդ ջրի ծեսը լինելու է թե ոչ, բայց այստեղ երգն է ամենակարևորը։ Ինչ երգերի մասին է խոսքը,
Ինչ բովանդակություն ունեն երգերը, ինչի մասին է ի վերջո ջրից դուրս ուրիշ իմաստ ունեն այդ երգերը։ Նախ գյուղի ու քաղաքի պահով ասեմ, կարծում եմ հատկապես քանի որ դուք էլ նշեցիք, ես մեր քաղաքի վիճակը, մարդկանց ամենօրյա լարվածությունը, ջղաձգվածությունը, խցանումները, որի պատճառով մենք մի փոքր ուշացավ։ Բնական շփման շատ պակասություն է, արհեստական բանականություն ախառը վիճակները, կարծում եմ ել ավելի մարդիկ կարոտեն բնականին։ Հաստատ կարոտեն։ Կարելի է նույնիսկ մուտքի մոտ հավաքել հեռախոսները։ Հա։ Ես իշքավը գիտեմ հենց Հարություն Փանոսյանը սպակում է, չէ՞։ Այո, հենց պատահական չի տեղի ընտրված։ Հա, փորձել ենք իրականում Վարդավառի ծեսը, ինքը 1-2 ժամվա բան չի, բավականին երկար, տևական, մարդիկ գնացել են ուխտատեղիներ հիմնականում, եթե տեղում գյուղում չեն նշել, շատ տարածված է եղել ու ամեն տոն էլ ինչ որ հատուկ հավաքատեղի ունեցել է, մի վանքը գնում ենք օրինակ Վարդավառին, էս մեկը համբարձման ծեսի։ Այսինքն ինչեվ ջուրը Մինչև դա երկար, հա, մարդիկ գնացել են ուխտատեղիներ, այդ ուխտատեղիներում եղել է երգ, եղել է պար, եղել է ծես, եղել են լարախաղացներ, եղել են ձիախաղեր, այսինքն շատ, հա, մի հսկայական բան է, որը մենք փորձել ենք այսպես ինչ որ սեղմել, ինչ որ խտացնել ու 2 ժամում փոխանցել։ Նախավարդավառյան գիշերային ծեսեր են եղել, քանի որ օրինակ շատ տարածքներում խնձորը հասունացել է հենց այդ ժամանակ։ Երիտասարդները գիշերը հավաքվել են, խնձոր են խորովել ու առաջին անգամ, այսպես ասած, բացում են արել խնձոր ուտելու։ Այո, պաս է համարվել անգամ եւ ինչեւ Վարդավառ չի թույլատրվել խնձոր ուտել, հենց առաջին անգամ խնձորը կերել են Վարդավառի գիշերը եւ հատկապես նշանված աղջիկներն են պաս պահել խնձորի եւ հենց այդ գիշերը իրենց սիրեցյալի համար այդպես խորովել են այդ խնձորը, բայց շատ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր ու շատ գեղեցիկ է իրականում։ Հիմա իրոք ես ցուցանայի նման գիտեի խաղողի մասին, հա, թե ինչպես ենք պահում այդ օրվանից հետո։ Հիմնականում հիմա մնացել է այդ իրար վրա ջուր ցողելը, բայց տոնը ինչպես ասեցիք, շատ խորհարվել է արմատներ ունի, շատ գեղեցիկ է։ Մենք խնձոր չպետք է ուտենք մինչև այսօրվա երեկո, հա, հետո խորովենք։ Կարաբես պետք է կերած չլինեինք։ Ճիշտ ասած, բայց խորովել է խնձորի, չի է լսել։ Այո, նաև համընկել է այդ ցորենի հասունացման շրջանի հետ ու հենց այդ կրակները, որ արել են, այրել են այդ ցորենի հասունացած հասկերը, այդպեսով լիության, առատության, բարեբեր Բայց դու եք, որ մեր ավանդույթներում, այսինքն ավանդական տոներում կամ ծեսերում ամեն ինչ մեկը մյուսի հետ կապված է եղել, շատ ինչ որ փող կապակցված ունենալով համակարգիչներ, բայց շատ մտածված ամեն ինչ։ Դե բնական ուղղակի արհեստական այդ բանականություններ չունենալով մենք պարզապես շատ լավ համակարգ ենք ունեցել ու մարդիկ իրենց կյանքով, իրենց գործունեությամբ ու ամենակարևորը ցանկությամբ այդ ամեն ինչը պահպանելու կարողացել են այդ ամեն ինչը փոխանցել։ Հիմա դուք հենց այն օղակն եք, որը փոխանցում է, հա, այդ գիտելիքները, ես այսպես կարող եմ բացատրել, որովհետև տեսեք, մենք էլ, հա, չեմ ուզում մեզ հանել ամպերին հասցնել, բայց ինտելեկտով բավականին զարգացած մարդիկ ենք, բայց ես օրինակ առաջին անգամ եմ մտցնում խնձոր խորովելու մասին կամ Վարդավառից առաջ նշանացին այդ խնձորը փոխանցելու մասին, մի խոսքով շատ Բլիթը լսել են։ Բլիթը լսել են, գերազին որ պետք է կա։ Մեր ծեսերը նաև հիմնականում ունեցել են իրեն բնորոշ տիկնիկներ։ Հիմա մենք ունենք նաև Վարդավառի նուրի տիկնիկ, որը նուրի, նարի, խոսակցական թարգմանելով այսպես նուր, նար նշանակում է ջուր։ Ունեցել ենք նաև խնդումի ծառ, խնդում, այսինքն ուրախության ծառ, որը նույնպես այդ գիշերն են պատրաստել, զարդարել են վարունգներով, վարդերով եւ խնձորներով, կարևորը եւ տոնակատարության ժամանակ բերել դրել են շրջանի ամենակենտրոնում եւ ամենատարեցկինը հսկել է այդ ծառը մինչեւ օրվա ավարտ եւ երիտասարդները օրվա ավարտին հարցակվել են, այդ ծառը գողացել են, վրայի խնձորները պոկել են, կերել են ու անգամ մենք ունենք ծիսական անեծքներ, որը կատակով, էտատին չէ, բայց լավ իմաստով անեծքներ։ Այսինքն կատակ երկի է կարելի ասել, որը
որ այդ տատիկը արդեն հնչեցրել, դա էլ է մաս կազմել էլի իրականում սեսիա։ Սովորաբար հենց այդ կռվային իրավիճակից հետո էլ երբ որ տղաները եկան, փախցրին, աղջիկները ջղայնացան, շատ հաճախ այդ ջրոցին հենց այդտեղից էլ սկսել է։ Իրար հետ կռվեցին, իրար վրա բարկացանք ու գնացին։ Այսինքն ջուրը նաև որպես զենք է եղել, բայց բավականին մեծ։ Ջուրը սովորական ջուր չի եղել, այդ էլ դրա մասին վարդաջուր, անպայման եղել է վարդաջուր, նախորդ օրը դեռևս վարդի թերթիկները լցրել են մեջը։ Դրա համար վարդավառ։ Ինքը որ արդեն լոսյոնի նման հաճախ հիմա կանայք օգտագործում են, չէ, դեմքի քսուկներ եւ այլն։ Այ ասացիք, որ նշեցինք այն ժամանակ չի եղել արհեստական բանականություն, բայց կարծում եղել է շատ ավելի կարևոր հոգու եւ հոգեվոր բանականություն, որը այսօր մենք տեսնում ենք դրա արդյունքը, թե ինչ ժառանգություն է գալիս մեզ հասնում։ Եթե իհարկե վստահ եմ տիրապետում եք նաեւ երկացանկին, հիմա չգիտեմ որքանով հարմար կլիներ հնչեցնել թե ոչ, բայց մեզ շատ հետաքրքիր կլիներ լսել ինչ բովանդակություն ունեին երգերը, հենց կոնկրետ Վարդավառին նվիրված։ Մի փոքր պատմեմ, հետո այո, իհարկե։ Վարդավառի երգերը իրականում շատ բազմազան են։ Հիմնականում մենք ինչքան որ հանդիպել ենք աղջիկ տղա, ինչ որ իրար ասել պատասխանելու երգեր են, քանի որ մեր բոլոր տոներն էլ ի վերջո այսպես իրար հավաքվելու, իրար ճանաչելու, այնտեղ տղաներն ու աղջիկները սկսել են իրար այսպես նկատել, հավանել եւ այլն, ու բարերքն էլ միջոց է եղել, քանի որ այլ միջավայրերում մի փոքր ընդունելի չէր, այսպես ասած, իրար հետ խոսել, իրար ինչ-որ բաներ։ Այն ժամանակ հա։ Սեքսի միջոցով, հաճախ բարերքով իրար ինչ-որ նշաններ էին տալիս եւ այլն, այդպիսի երգեր ունենք։ Նուրի տիկնիկի մասին Գոհարը որ պատմեց, Նուրի երգ կա, Նուրի տիկնիկը բալիկները պտտացնելով գյուղով գնացել են, երգել են այդ երգը, մի փոքր էսակ երգենք, Նուրի բաժինն են հավաքել, ինչի երեխաները քանի որ իրենք համարվել են մաքուր էակներ, մեծերը ասել են, որ երեխաների խոսքով Աստված մեզ ջրի առատություն կտա, եթե մենք ջուր կանչենք, մեղավորներս դժվար մի բան ստացվի, լավ է անմեղները երգեն ու պտտվեն գյուղով։ Այսօր որ շողերը գար, շողերը մեր երգչուհին էր, բայց քանի որ մենք այսքան ասում ենք, որ ոնց որ չի երգողներն էլ պիտի երգեն։ Հիմա ստիպված պիտի խիզախենք, այդ երգը բոլորը կարծում եմ գիտեն։ Փորձենք 3-4 Ախ նինար, ջան նինար, հանիկ նինար, նինար, ջանիկ նինար, նինար, ողջը թորնազի դապարոտներ կոտրիկիս նաքար, հանիկ նինար, նինար, ջանիկ նինար, նինար, նուրին եկել է, շալը շապի կակել է, նուրին ինչ կուզիս, կթան կովուց եղկուզիմ, չալ հավուցավ գիտ կուզիմ, երկնքուց ամպեր կուզիմ, ամպերուց անձրև կուզիմ, որ մեր ուզած տամազի, անձրև իչնի վերձզիմ, ախ նինար, ջան նինար, հանիկ նինար, նինար, ջանիկ նինար, նինար։ Բրավո։ Սուսաննա, սա այն երգներ, որը պետք է առավոտյան լսել, ինձ թվում է, առավոտյան շատ լավ երգ մատուցեցին։ Սա համարվել է անձրևաբեր երգ, քանի որ Վարդավառը համընկել էին ամենաշոկ, ամենաոճ անձրևային ժամանակաշրջանի հետ, հավատում էին, որ այս երգով անձրև են կանչում։ Ներիքան, մի 10 օրից նորից ձեզ կանչելու ենք, Իդեպ հիշեցի մի պատմություն կա հավատքի մասին, երբ մի ամբողջ գյուղ աղոթում է, որպեսզի այդ երաշտի պայմաններում անձրև գա եւ Աստված իսկապես տալիս է անձրև, գյուղացիները միաբերան ասում են Փառք Աստծո Տերը լսեց մեր աղոթքները եւ ձայն է գալիս երկնքից, ասում է, որ այս փոքրիկը միանգամից մարդիկ մտածում են այս անմեղ երեխայի շնորհիվ է Աստված անձրև պարգևել, ասում է ոչ, միայն նա է եկել անձրևանոցով, որովհետև նա հավատացել է, որ կգա անձրևը։ Ամեն դեպքում ինձ օրինակ շատ ուրախացրեց ձեր գիտելիքների բազան։ Այս ամեն ինչը մատուցելու համար, թե բնականաբար պետք է տիրապետել այդ ինֆորմացիային, էլի դա Հարություն Պելոսյանի շնորհքն է, թե դու ձեր մեծ ցանկություն կա ամեն դեպքում, ես տեսնում եմ, դուք մեր ամբողջ զրույցի ժամանակ ամենակարևորը շատ գեղեցիկ ժպտում եք, դա շատ կարևոր է եւ այդ ժպտալով դու կարծում եմ ձեր տոնը
կրկնապատկեք, հա, հյուրերի թվով, որտեղ ժպիտը դա պարզապես ամենագեղեցիկ երևույթն է ստում է անծանոթ մարդկանց համար ամենայն դեպս։ Հարություն Փանոսյանն է այս ամեն ինչը ձեզ ուղղակի սովորեցրել իրեն կողքը նստելով, արդյոք ձեր այս նախագծի բոլոր անդամներն են տիրապետում այս ամեն ինչին, ինչպես որ դուք։ Մյուսները կարծում շատ ավելի լավ, որովհետև ես գոհարեն ոչ մասնագետ համեստ են աղջիկները։ Քանի որ ունենք երաժիշտներ ու երաժշտագետներ, ովքեր շատ հենց խորացված ամբողջ օրն են էլի դրանով զբաղվում, իսկ մենք Միջոցառմանը նաև պրոֆեսիոնալ խմբեր են մասնակցելու։ Անպայման։ Նշեք նաև այդ մասին։ Իսկ գոհար օրինակ համացանցում, նո ընդունենք Վիկիպեդիայում, հա, կարելի է ծանոթանալ այդ երկրի, ասենք, շարքին, թե ինչ երկեր կան, տեսական տարբեր տոնակատարությունների ժամանակ։ Մենք ինչպես էջերում, այդպես էլ YouTube-ում, մանրամասն տարածում ենք հետագայում մեր նկարահանած ամբողջ ընթացքը մենք նկարահանում ենք։ Մենք մի փոքր ճակերտերը բացեմ, կամավորական է մեր թիմը, եւ յուրաքանչյուր անդամ ունի իր հստակ պարտականությունը, մերին, այսպես համեստ կերպար, բայց ճանասիրաբար անում է ամեն ինչ, այդ նկարահանումը, ամբողջ մոնտաժումը, հետագա տարածումը, մենք տարածում ենք մաս առ մաս, երգի բառերով, թե ինչ երգ հնչեց, որտեղից ենք այդ երգը սովորել, այսինքն ողջ ինֆորմացիան մեր բոլոր էջերում հնարավոր է գտնել։ Վիկիպեդիայում այս պահին դեռևս կոնկրետ մեր էջը չէ, բայց երգերի մասին այո, ինֆորմացիաները կան։ Դե հիմա իսկ մեր օրինակ չգիտեմ, ես պատկերացնում եմ, որ գնացինք մի շոր մարզ, հա, ինչ որ մի գյուղ, մի տատիկ իր համար, ասենք, իր տանումներ գործով զբաղվում է ու ինչ որ մի երգ է երգում, հա, մեկը տատիկ ջան, մի հատ կասես, այս ինչ երգ է։ Մենք ունենք նման ֆորմատ, մերին երևի ավելի լավ կներկայացնի։ Ասա, Մեդիշան, դու շատ լավ երգում ու ժպտում ես, ասա։ Բանահավաքչական աշխատանքի շատ մեծ փորձ չունենք, բայց որոշ բաներ հասցրել ենք անել։ Մեր ամենասիրած ու լավագույն նախագծերից մեկը ապարանում ապրում է Թամար Տատ անունով մի կին։ Տեսակ, ես կտա, չգիտեմ, չէ, Թամար։ Ով իրոք ավանդական երգերի կրող է, Մշեցու, Վանեցու, Սերունդ, Ժառանգ, իր հորից ու մորից բազմաթիվ երգերի մեծ պաշար ունի, հետո դրանից հետո էլ ապարանում եղել է Կանթեղ ու Մասուն քամույթների անդամ, այսպես մի հատ մեծ ծով պաշարել է տեղից է իրեն եկել ու անսահման այսպես համով բառից բացի ուրիշ չեմ կարող էլի ասել իր ամեն բառը սենց կլանված լսում ես, ծիծաղում ես հետը, լացում ես հետը, իր մասին ֆիլմ ունենք նկարահանած, որը հասանելի է, եթե Թամար Տատ եթե փնտրեն YouTube-ում հաստատ կգտնեն, այնտեղ ինքը թե երգում է, թե պատմում է այսպես իր արկածների մասին, ոնց է խմբում հայտնվել, ինչ հետաքրքիր դեպքեր են եղել իրենց մոտ եւ այլն։ Այդպես պլանավորում ենք էլի նման այցեր կատարել։ Հետաքրքիր կլինի Թամար Տատին տեսնել այստեղ, հա, ինչ որ ձեր տոների ժամանակ։ Ինքը եղել է մեր միջոցառումների։ Որտեղ հենց այդ կրող մարդիկ երբ որ ներկա են ու իրենք են երկում, դա լրիվ այլ, ասենք, չգիտեմ, ինչ որ մի այլ շարմ է հաղորդում, հա, ամեն ինչի։ Հենց այդ գեղջուկ երգն է մեր իրականը։ Հա, այո։ Եկեք ավելի հանգամանալից պարզաբանենք այսօր որտեղ, երբ կարելի է մասնակից դառնալ այս հրաշք տոնի։ Շատ լավ։ Ժամը 7:30 Բայրոնի փողոցում է գտնվում տարածքը Բայրոնի 19:30, այո, Բայրոնի 6 եւ 4 շենքերի ներքին բակում է ամենատեղի ունենալու կոնսերվատորիային շատ մոտիկ է ինքը։ Հա, 7:30-ից սկսելու ենք հավաքվել, միասին թե սովորելու ենք Վարդավառի երգեր, թե մի քանի ծիսական դրվագներ ենք փորձելու տեղում այսպես կենթանացնել։ Միջին 50 հոգի կտեղավորվի։ 50 հոգի հաստատ կտեղավորվի։ Մենք շատ սպասում ենք, որ անպայման հարևանները կտեսնեն ու կիչնեն։ Հաստատ կտեսնեն։ Ունեն մեծ լողավազան, Փանոսյանը ասել է, որ անպայման կլցնեք։ Այսինքն իրար չրելու փոխարեն կարելի է մի անգամ նետել լողավազանը նստել։ Ասում լավ չի երկի տենց։ Բարելու ենք անպայման, մի խոսքով փորձելու ենք այդ ամբողջ ծիսական շարքը, հա։ Այսինքն հանդիսատեսը ոչ թե գալու է ունկնդրի միջոցառում, այլ դառնալու անմիջական մասնակից է։ Բոլոր ծեսերը այդպես են եղել ի սկզբանե։ Հիմա մենք սովորենք, օրինակ հարսանիք ենք գնում, մենք նստենք այնտեղ երգեն ինչ որ շոու անեն, մենք ծափտանք, բայց այդպես երբեք չի եղել։ Ամեն մեկը իր թեկուս փոքրիկ ներդրումով
մասնակից է եղել։ Իսկ առաջ անցնելով օգոստոսի 11-ին Նավասարդն եք այդպես շուկով նշելու։ Դեռ հələ Չենք չգիտենք։ պլանավորել դեռ, բայց տեսեք, իրականում մենք ոչ թե մենակ ծեզերն ենք ներկայացնում, այլ մեր բաց դասերը ամեն ամիս մեկ այսպես թե այնպես կազմակերպվում են, եւ եթե համընկնում է լինում, միանշանակ ուշադրություն արդեն դարձնում ենք տվյալ տոնին։ Իսկ որն էր նախորդը օրինակ։ Նախորդը մասոնքի հետ էր, որ ուղղակի, չէ, ուղղակի իրենք վերջերս մենահամերգ ունեցան, շատ երկար ժամանակ մասոնքը աշխատում էր իր նոր ծրագրի վրա, որովհետև մի շարք նոր երգեր էին պեղել, դուրս հանել, մեկը մեկից գեղեցիկ, մենահամերգին կատարեցին, մենք էլ ասցինք թե միասին սովորենք։ Մի խոսքով մինչև օրս կարելի է պեղել ու նոր երգեր հայտնաբերել։ Կոմիտասը միայն 4000 երգ ունի գրառած, Գիտությունների ազգային ակադեմիայում մոտավորապես 30,000 արխիվ ունեն իրանք տարատեսակ երգերի, այնպես որ Մարդիկ են պետք, որ այդ ամենը վերհանեն։ Իսկ երաժշտությունը ինչպես է պահպանվել։ Թե գրառումներով, նոտագրություններով, Նոտագրությունով պահպանված կա։ թե ձայնագրություններով, Արամ Քոչարյանի արխիվը այդ 30,000, թե 30,000 լսվող նյութ է, թե այսպես։ Ես օրինակ չգիտեմ, ասենք իմ գիտելիքների սահմաններում ինչքան ազգագրական երգեր, որ ես լսել եմ, հիմնականում այդ երգերի մեջ իրոք կա ինչ-որտեղ հայի հոգին, այն ոչ թե ոգին, այլ հոգին հենց բարեփոն իմաստով։ Հոգին էլ ոգին։ Հա, երևի ու հիմնականում չգիտեմ ինչի, միգուցե իմ հետ է դա կապված, ես այսինքն այն երգերին եմ միշտ ուշադրություն դարձել, որոնք մարտական, հա, բնույթի են, այսինքն մեր ազգի ամբողջ կյանքը մակարելով, ապրելով, պաշտպանվելով հիմնականում թշնամիներից ստիպված է եղել ուղակի նման երգել, բայց հիմա օրինակ այս երգը լսելով այդ նուրը արդեն ուզում եմ ջրոցի խաղանք ժամանակը Ուրեմն կսպասենք մենք ձեզ։ Ես հասկանում եմ, որ ով որ ներկա գտնվեց, ուզի դառնալու է մասնակից։ Փորձում ենք այնպես անենք, որ յուրաքանչյուր ներկա գտնվող մի փոքր գոնե մասնակցություն ունենա ու մենք բաժանում ենք ներկայացնել նաև հա ոնց է լինում, բաժանում ենք բոլորին երգի բառերը, որ միայն կրկնելու հաշվին չլինի, էլի մարդը նաև տեսնի ու տեսողական հիշողությունով այդպես նաև փորձի սովորել։ Կարևորը այդ ժամանակ չջրվի թուղթը, Չէ։ Վարդարի ժամանակ հա կարող է ջրվել, բայց միշտոների ժամանակ իրականում շատ կարևոր նախաձեռնություններ են, այո, հատկապես մեր օրերում այդ ինքնությունը պահպանելու եւ վերհանելու մի ժամանակաշրջանում, երբ փորձում են բոլոր սահմանները ջնջվեն, բոլորը միատիպ լինեն, գնան դեպի այդ գլոբալիզացիա ասվածը, այսօր դուք անում եք իսկապես կատարում եք առաքելություն։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ ենք։ Բացի այդ հիմա անդրադառնամ պատմությանը, հա, մենք այդ անիչի մասին, ասենք անցած տոների, անցած երգերի մեր ազգի պատմության մասին, դե որտեղից ենք իմանում, գիրք գրոցից պատմությունից, հա, հիմա դուք պատմությունը ոչ թե վերականգնում եք, այլ չեք թողնում, որ մարդիկ մոռանան դրա մասին։ Ասում է հիշում ես, ասում է չեմ հիշում, ես չեմ էլ մոռացել։ Մի խոսքով այդ գործոնն է հիմա աշխատում, որտեվ ազգագրական երգը եւ այն տոները, անտիսական տոները, որոնք շատ վաղուց մոռացվել են, հա, մեր իրականության մեջ։ Դե խորհրդային տարիներին արդեն խոսեցինք այդ մասին, մարդիկ ստիպված են եղել ուղղակի այլ մութ անկյուններում ինչ որտեղ գաղտնագողի բաներ կազմակերպել այդ ամեն ինչը հիշողության մեջ պահպանելու համար։ Հիմա փառք Աստծո այդ ազատությունը կա, բայց միևնույն է մարդիկ են պետք որպեսզի այդ ամեն ինչը հիշվի, արվի եւ հիմա պատկերացնում եմ, այդ բակի կողքից անցնում են երկու արտասահմանցի եւ տեսնում են 50 հոգի հավաքված երկում են ու յուրաշ ջրում։ Միանգամից հետաքրքրություն կառաջանա, չէ՞ որ մենք արտասահման գնում ենք ինչ-որ մի բան հետաքրքիր տեսնում ենք, մոտենում ենք, որպեսզի իմանանք սա ինչ էր, երբ եւ մի խոսքով այդ ամեն ինչը պատմական նշանակություն նաեւ ինչու՞ չէ պետական նշանակություն ունի այս ամեն ինչը։ Սուսանա, օրինակ մենք որ այդտեղից անցնելու լինեինք, կտեսնեինք։ Պատկերացնում եք, հետս հետը պետք են ավելի մեծ տարածքներ, որտեղ 50-ը շատ հենց նպատակային ենք այդպես անում, տաք ամիսներին միշտ աշխատում ենք բացօթյա կազմակերպել մեր միջոցառումները, ու հենց այդպես էլ ստացվում է կամա թե ակամա, մենք միջոցառումը կազմակերպում ենք, ընթացում ենք ու տեսնում ենք, այս կողմից էս մեկը եկավ, այն կողմից եկանք, շատացանք ու իսկապես մարդկանց հետաքրքրում է, որտեղ մարդիկ կարոտ են մնացել։ Ինչքան էլ մեզ փորձեն մի քիչ ճանապարհից շեղել, ուրիշ մտքերով լցնել մեր փորձում չեմ հասկանում։
Կյանքը ժամանակներն են այդպիսին։ ժամանակներն են այդպիսին։ Ես կարծում եմ, որ Գագիկ Գինոսյանը իսկապես նրա իշատակը երանելի է, քանի որ ունի բազմաթիվ իր գործը շարունակողներ, թե բարի ասպարեզում, այս դեպքում նաև տեսնում ենք երգի ասպարեզում, եւ դա հրաշալի է։ Վառ է նրա իշատակը, վառ է նրա գործը, ժառանգությունը։ Ես օրինակ մի քանի համերգների ներկայ եմ եղել, երբ պարում էր հենց Գագիկը, ուղղակի նրա դեմքի արտահայտությունը տեսնելով ապրելու ժամանակ ինձ թվում էր, որ ինքը այդ հիմա պատրաստ ապրում էր, ինքը ամեն ինչով ապրում էր, իր արածով ապրում էր ու ես ուղղակի հիացած եմ, որ երեխեք դուք կաք եւ այս ամեն ինչը կանավոր հիմունքներով է։ Այդ դա շատ կարեւոր է։ Գիտես, երբ որ մարդը ուզում է զբաղվել մի գործով, որը պարզապես իր համար հոգի հարազատ է, եւ ամեն ինչ անում է այդ ամեն ինչի կատարածելու համար, դա ինչ որտեղ սրտի ցանկություն է արդեն, ինչ որ մեկը չհուշեց, ինչ որ մեկը չստիպեց, ինչ որ մեկը չհամոզեց, ձեր մեջ առաջացավ դա եւ հիմա դուք այդ փոխանցողն եք դա հանդիսանում, Թամար տատի հաստատ հետեւողներ եք, էլի հիմա ինքը այդ տարիներին ապարանում, հիմա եթե դուք չլինեիք, ով իմանալու թե Թամար տատի նման հրաշալի անձնավորություն որտեղ կա եւ YouTube-յան ալիքով ես անպայման այսօր նալու եմ։ Ես միջազգային կինոփառատոնին ընտրվեց, ցուցադրվում էր ու մի քիչ այդ փառատոնները շատ այսպես տարբեր մարդիկ են գալիս, տարբեր մտածողության։ Մենք տենց մեր սպეციფიկ Թամար տատով եկել էինք։ Շատ երջանիկ էինք իրականում, մեկ կադր փառատոնի մասին է, որ հնարավորություն տվեցին այդ գունապնակի մեջ նաև ավելացնել այդ շատ սպეციფიկ ճյուղը։ Հա, շատ հետաքրքիր էր, որ վերջում Թամար տատին խնդրեցինք, որ ինքը անպայման երգի։ Ինքն էլ դե այնպես չի երգում, մենք օրինակ սովորենք ինչ որ մաքուրեցան, ահա, ինքը գյուղարի երկում ու մարդկանց ասագակներ էլի հայեկեսից ասեք հայհոյակներով բանոսեցեք հարդատն ավելի դե ինչ որ բնական է դա փոխարինելի է ասմա դե որ ամոթ չունես երկա իսկ Թամար տատը երեխաներ ունի հա երեխաները նույնպես այդ ոչի մեջ են այսինքն Թամար տատի հետևորդներն են թե ոչ թորնիկները կասեմ այո Թամար տատին էլ եմ ես էլի մանկուց ճանաչում միասին տոնացույց կենտրոնում ենք եղել բյուրականի ու այդ ժամանակ ես հիշում եմ Թամար տատի թորնիկները փոքր բալիկներ էին բայց գալիս էին հա փոքրիկ տարազներ էին իրենք հագնում ու երգում էին պարում էին շատ սիրուն ու մանկուց այդ երեխեքը մեծացել են այդ ամեն ինչի մեջ Գիտեք, այս կամավորական շարժումը շատ ընդունելի է բոլոր բնակավարներում, բայց ամեն դեպքում ինչ որ ծախսեր են հարկավոր ղանանակ։ Ես օրինակ հիմա տեսնում եմ, դուք շապիկ եք կրում, որտեղ գրված է մեր երգերը եւ մենք։ Ինչ որ ծախսեր է պետք անել։ Այ կան մարդիկ, որոնք ուզում են ձեզ աջակցել, գաղափարակիցներ, որոնք ուզում են ինչ որ մի բանով օգնել։ Նու չեմ ուզում գծել ֆինանսը, բայց թեկոս հոգևոր աջակցությունը կամ խոսքը կամ գնահատականը ինչ որտեղ կարծում եմ օգտակար է։ Ունենք շատ ընկերներ, ֆինանսական երբևէ տենց ինչ որ դրամավակներ բաներ չեն կարել, մի քիչ խուսափում ենք, բայց ունենք շատ մեծ թիմ մարդկանց, ընկերներ, ովքեր չգիտեմ, օրինակ Տիգրան Մադոյանի անունը պիտի անպայման տամ, լուսանկարիչ, վիդեոներ պատրաստող, ով 15 տարի չէ, արդեն ավանդական երկու բարին նվիրված գրեթե բոլոր միջոցառումներին էլի կամավոր հիմունքներով ինքը միշտ անշահ Տիգրանի միշտ կտեսնեք այդ իր զենքու զրահի մեջքին ծանր ջրել չի կարելի Սենց վազվզելով նկարելով հնարավոր եւ անհնար ամեն ինչ ու հետո այդ ամեն ինչը դե մոնտաժերը նույնպես քիչ բարդ աշխատանք չի ու տարածում է նորից Լրիվ էլի կամավոր հիմունքներով Ասլանյան Համազասպյանն կարող եմ ասել, ով Արիպարի նախագծի հիմնադիրն է, շատ մեծ այսպես շարժում սկսած մարդ, ով հենց բարի վրա է կենտրոնացած, բայց մեր ցանկացած միջոցառման տեխնիկական հարցեր եւ այլն միշտ մեր կողքին է։ Մարդկային հարաբերությունների սրտացավության վրա է ամեն ինչ, եթե ինչ-որ մի բան զգում ենք չենք հասցնում, միշտ կան էլի հա մարդիկ, ովքեր Շատ շնորհակալ եմ, որ եկաք, ճիշտ է մի փոքր խցանում կար քաղաքում, հետո տեղեկացանք,
շատ հանգամանալից շատ բովանդակալի զրույց էր երեխեք չան Շատ դրական տրամադրություն հաղորդեցիք։ Այդ երեքը Ժպիտներով երկով։ այդ երեքը ինձ այնքան հիմա ինձ հաղորդել, որ ես հիմա երկելով գնալու եմ դեպետով։ Ուզում եմ ձեզ ցանկանալ միայն լավն ու բարին։ Ձեզ նախաձեռնած գործերում միշտ հաջողություն, միշտ մարդաշատ թող լինի ձեր յուրաքանչյուր ձեռնարկած ցիսակատարություն, այսպես ասեմ, որտեղ ծեսը երկելով անցկացնելը իրոք ցիսակատարություն է։ Լավ երեք ուրախ ենք, որ դուք եկաք մեզ ընկալեցիք։ Շնորհակալություն, որ պահպանում եք մեր ավանդույթները, մեր ծեսերը, այն ակունքները, առանց որոնց մենք կձուլվենք եւ կկորչենք, ինձ թվում է։ Հիշեցնեմ, որ այսօր հյուրընկալել էինք մեր տաղավարում մեր երգերը եւ մենք նախագծի անդամներ Գոհար Մկրտչյանին եւ Մերի Սերոփյանին։ Այո, վերջապես փոխարենման մասին խոսեցինք։